Եթե չլինեին կանայք, ֆուտբոլը գոյություն չէր ունենա, թե ինչպես է դա հնարավոր, կիմանաք վերջում։ Իսկ այսօր նենց օրավոր վառն անգամ անջատված է։ Մարտի 8-ը, կանանց միջազգային օրը, որը անգամ որոշ կանայք չեն սիրում։ Ես ողջունում եմ այդ 5 հոգուն ու ասում, որ դուք մենակ չեք։ Եթե հանկարծ մտածում եք, թե այս օրը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չարաչար սխալվում եք։ Հիմա անենց միքսենք իրար, որ ձեր սիրտը սիրարվել ուզի կամ չուզի։ Մարտի 8-ին աշխարհի բոլոր մարզիչները ունեն ընդամենը մեկ տակտիկա՝ խոսել քիչ, լսել շատ։ Գուարդիոլայի տակտիկան ընդամենը մեկն է՝ ընտրել ծաղկեփունջ, քանի որ նոր է բարիշել կնոջ հետ։ Եթե մի ճոխ նվեր չընտրի, ապա ռիսկ կա, որ օր ծերության կես բարձի կծերանա, որովհետև կինը այն մյուս կեսը կտանի։ Մորինյոն ասում է, այս խաղը չպիտի պարտվենք ու խոսքը ֆուտբոլի մասին չի, նա իր հատուկ յուրահատուկ նվերը կանի կնոջը եւս մեկ անգամ հիշեցնելով, թե ինքը ով է, բայց ամեն ինչ ամենապատասխանատու պահին կիսատ կմնա, քանի որ մարդը 60 անց է։ Այսօր միակ սխալը սխալ նվերն է։ Աստված մի արասցե, որ նվերները համընկնեն։ Դա ուղղակի մեգա սկանդալ կլինի, պատմության ընթացքը կփոխվի, ինչպես միշտ է եղել։ Ֆուտբոլիստը կարա 90 րոպե պայքարի խաղադաշտում մինչև վերջին վայրկյանը, բայց տանուլ տա, եթե հանկարծ մի գեղեցիկ պոստով չի շնորհավորել կնոջը, ընկերուհուն կամ սիրածին։ Վերջին դեպքում ընդհանրապես կարա 4-րդ համաշխարհային պատերազմը սկսի երրորդին զուգահեռ։ Ու մարտի 8-ին մի հարց կա, որից բոլորը վախենում են։ Տեսնես դուրը կգա նվերը, թե կտա գլխիս։ Կարողա փողը տամ ինքը ինչ ուզում առնի, ու այս դեպքում շատ վտանգավոր է, ավելի վտանգավոր, որովհետև կարողա պարզվի, որ իրեն այդքան էլ լավ չես ճանաչում, կամ ընդհանրապես չես ճանաչում։ Ու վաբշե կարևոր չի, որ դու տարվա ընթացքում խփել ես լիքը գոլեր, նվաճել ես ոսկե գնդակը։ Միևնույնն է, այդ օրը դու պիտի լինես օրիգինալ, չկրկնվող, թե չէ թող ու փախի Դուբայ, որտեղ թիթեռնիկները քեզ կհասկանան կես խոսքից, քանի չեն ոչնչացել։ Չէ որ թիթեռի կյանքը ընդամենը մի օր է։ Ինչ նվեր էլ ուզում ես անես, միևնույն է, վառը ստուգումը ամենամանր դետալներն անգամ, ու թե արդյոք նվերը տվել ես մաքուր սրտով, թե ուզում էիր կպցալ։ Այ օրինակ Աշրաֆ Հակիմիի կինը ցանկանում էր մարտի 8-ին ստանալ ամուսնու ունեցվածքի ուղիղ կեսը։ Աշրաֆը այդ նվերի հարցում ոչ մի քայլ չէր ձեռնարկում։ Կինն էլ որոշեց բաժանվի, որ ստանա։ Արդյունքում ոչինչ չստացավ, որովհետև մայրիկը, կիսուր մայրիկը ամեն ինչ իր անունով էր գրանցել։ Կանայք սպորտում են մարդիկ են, որոնց շնորհիվ ֆուտբոլը գոյություն ունի առհասարակ։ Հիմա բացատրեմ։ Հաստատ դպրոցում, բակում ֆուտբոլ խաղացել եք, ու երբ միայն տղաներով եք եղել, ուղղակի խաղացել եք, բայց հերիք աղջիկները ցիկ անեին, բոլորը սկսում էին իրենց դրսևորել լավագույն կողմերով, ճանկռելով էին խաղում այդ ասֆալտը, որ գոնե նրանցից մեկին դուր գան, ու այդպես դարձել են համաշխարհային։ Բայց ցավոք ստացվում է, հայ աղջիկները այդ հարցում շատ պասիվ են։ Մի քիչ ակտիվացեք։ Ուզում եմ մի քիչ շաբլոն լինել եւ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին ցանկանալով ամենալավը, բայց ավելացնել, որ միայն մեկ օրը կամ անգամ մեկ ամիսը բավական չէ նրանց ուշադրություն դարձնելու։ Դա պետք է լինի առօրեական, ամենօրյա եւ կյանքն այդպես ավելի բնական կլինի։